շատ կարևոր գործառույթ ունի պետական սիմֆոնիկ նվագախումբը, կրթական ոլորտը ավելի զարգացնելն է եւ դաստիարակելն է ավելի կրթված հանդիսատես, որը սիրում է դասական երաժշտություն։ Դրա համար ծնվեց դաս A նախագծի գաղափարը, որի աջակցությունը մեզ տվել է կրթության, գիտության եւ սպորտի մշակույթի նախարարությունը։ Դուք ունեք եզակի հնարավորություն այս 3 գործիքը տեսնելու, մնացած դպրոցները 3-ը միաժամանակ չեն տեսել։ Ես նվագում եմ ֆլեյտա գործիք, որը որ համարվում է փայտյա փողային գործիք։ Հիմա էկրանին դուք կտեսնեք 4 հիմնական գործիք, որոնք որ միշտ ընդգրկված են սիմֆոնիկ նվագախմբի կազմում։ Դա ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ եւ հոբոյ։ Ցելեստայի մեջ կան ապակե կամ մետաղե թիթեռներ եւ փոքրիկ մուրճիկները այսպես հպվելով նրանց այսպեսի գեղեցիկ ձայն են արտաբերում։ Իսկ դաշնամուրի մեջ կան մուրճիկներ, որոնք հարվածում են այդ լարերին եւ այդպես է ձայնը դուրս գալիս։ Դասին շատ հետաքրքրեց, շատ մեծ տպավորություններ ունեմ, հատկապես սիմֆոնիկ երաժշտական խմբի գործիքների հետ ծանոթությունը, նստելու կարգերի ձևը եւ այլն։ Եվ նաեւ վերջում եղած երաժշտական համարը նույնպես ինձ շատ տպավորեց։ Ինձ ամենաշատը դուր եկավ երաժիշտների կատարումը, դասական գործիքներով, ջազ կատարումը, շատ հպարտությամբ կհաճախեի ձեր սիմֆոնիկ համերգին։ Սկզբում փոքրիկ դասընթաց ունեցանք, ծանոթացանք թե ինչ է դասական երաժշտությունը, դասական երաժշտական գործիքներին, իսկ հիմա այսօր եկել ենք հրավերքով համերգի, առաջին անգամ էի գտնվում դասական համերգի, տպավորությունը դեռ թարմ են, շատ հետաքրքիր են ու հաստատ երկրորդ անգամ նույնպես կայցել եմ։ Այսօր մեզ հրավիրել են դասական երաժշտության համերգի, առաջին անգամ չեմ այցելում այստեղ, Որիչ եւ հաճելի երաժշտություն է, շատ է դուր գալիս, շաքաղվում եմ այն լսելուց։